Երգչուհի Սիրուշոն բավականին սիրված է հանրության շրջանում, նա չի դադարում ստեղծագործել, սակայն վերջին տարիներին նա առավել շատ իրեն նվիրել է իր բրենդի Պրեգոմեշի ստեղծագործություններին ու նորություններին, նա ժամանակ առ ժամանակ նոր զարդերով է ներկայանում և այդպիսով իր բրենդի երկրպագուներին ուրախացնում, վերջերս նա հանդես եկավ նոր հավաքածուով և հերթական անգամ կարճ ժամանակ անց նկատելի եղավ, որ համացանցում հայտնվում են այնպիսի էջեր, որոնք փորձում են կրկնօրինակել Սիրուշոյի բրենդը։ Երգչուհին ինստագրամյան հարթակում անդրադարձել է այս թեմային, նշելով, որ սկզբնական շրջանում, երբ նկատում էր նման դեպքեր, ուրախությամբ էր ընդունում, որ իրենք ոգեշնչման աղբյուր են ինչ-որ մարդկանց համար, որ ինչ-որ մարդիկ ոգեշնչվելով իրենց աշխատանքից կարողանում են զարդեր ստեղծել և այդպիսով իրենք իրենց գումարը վաստակել, սակայն երգչուհուն անհանգստացրել է այն հանգամանքը, որ նկատել է, երբ մարդիկ Պրեգոմեշի երկրպագուները ֆեյսբուքյան հարթակում նկատողություն են անում այս էջերի, գրելով, որ Սիրուշոյի ապրանքն են, այսպես ասած, քոփի արել, այդ մարդիկ փորձում են վիճել հետևորդների հետ, նշելով, որ Սիրուշոն էլ ինչ-որ մեկից է վերցրել։ Երգչուհի Սիրուշոյի անդրադարձը տվյալ թեմային ներկայացնում ենք հաջորդ թիվ։ Համացանցը ողողվել էր մեր նոր Շուշան հավաքածուի կրկնօրինակներով, ֆեյքերով ու քանի որ մեր հաճախորդներին էլ դա շատ մտահոգում, ուզեցի անդրադառնալ։ Առաջ երբ զարդերը կրկնօրինակում էին, շատ այլ մոտեցում ունեի, նույնիսկ ուրախանում էի դրանից, որովհետև մտածում էի, որ ուրեմն այդքան պահանջված են ու սիրված զարդերը, որ դրանք կրկնօրինակվում են։ Հետո ուրախանում էի, որ կարողացել եմ ստեղծել մի բան, որի շնորհիվ այդքան մարդիկ կարողանում են իրենց համար ապրուստ ստեղծել, իրենց ընտանիքների համար։ Մի խոսքով ամեն կերպ լավ բան էի փորձում տեսնել դրա մեջ, մինչև այն պահը, երբ մարդիկ, ովքեր կրկնօրինակում են, սկսեցին շատ տգեղ պատասխանել իրենց էջերում մեր հաճախորդներին, այսինքն այն հարցին, որ միթե սա Պրեգոմեշի զարդերը չեն, փոխանակ հնչի պատասխան, որ օրինակ այո, ոգեշնչվել ենք Պրեգոմեշից, այսինքն այնինչ ճշմարտությունն է, ավելի վիրավորական պատասխաններ էին, որ դե Պրեգոմեշն էլ ուրիշ տեղից է վերցրել։ Պրեգոմեշը որևէ տեղից չի վերցրել և դրա ունենք ապացույցները, ունենք ստեղծման բոլոր տեսագրությունները, բոլոր գծագրերը, որոնցով որ կարողանում ենք դատարանում մեր իրավունքները արդեն որերորդ անգամ ներկայացնել և պաշտպանել։ Եթե Պրեգոմեշը որևէ մեկի հեղինակային իրավունքը խախտած լիներ կամ որևէ մեկի մտքերը օգտագործեր, կարծում եմ, որ այդ մարդիկ վաղուց կլինեին արդեն դատարանում, դրանից մեծ աղմուկ դուրս կգար, համոզված եմ դա շատերին ձեռնտու կլիներ։ Փառք Աստծո, դրա կարիքն էլ չունեմ, շատ փոքր տարիքից ստեղծագործում եմ ու հիմնականում սովոր եմ, որ հակառակը լինի, իմ մտքերը տարբեր տեղեր տեսնեմ իրականացված, ինչը թե երաժշտության մեջ, թե զարդերի մեջ ինձ համար ավելի կոմպլիմենտ է և ուրախանում եմ, խնդրում եմ, երբ որ իմ կամ իմ կազմակերպության միտքն էլ օգտագործվում է, ուրախ եմ, որ ոգեշնչում ենք, շատ շնորհակալ եմ, բայց նաև պահանջում ենք հարգալից վերաբերմունք։ Նշենք նաև, որ այս օրերին Սիրուշոն գտնվում է ԱՄՆ-ում, վերջինս բացել է իր Պրեգոմեշ բրենդի նոր խանութ սրահը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Հունիսի 8-ին Կալիֆոռնիայում տեղի է ունեցել հայկական զարդեր ներկայացնող Պրեգոմեշ բրենդի նոր սրահի հանդիսավոր բացումը։ Սրահի հիմնադիր երգչուհի Սիրուշոն անձամբ ներկա է եղել միջոցառմանը, ընդունելով հյուրերին և ներկայացնելով նոր հավաքածուն։ Բացման արարողությանը մասնակցել են բազմաթիվ հյուրեր, արվեստի, նորաձևության և բիզնես աշխարհի ներկայացուցիչներ։ Մթնոլորտը եղել է շքեղ, հայկական տարրերով զարդարված սրահում հյուրերը հնարավորություն են ունեցել մոտիկից
կողմից ծանոթանալու նոր ձևավորված զարդերին, շփվելու Սիրուշոյի հետ և լուսանկարվելու հատուկ ձևավորված անկյուններում։ Սիրուշոն իր շնորհակալությունը հայտնել բոլոր ներկաներին, նշելով, որ Պրագոմեշի այս նոր քայլը բրենդի միջազգային զարգացման կարևոր հանգրվան է։ Հավելենք նաև, որ մի քանի անգամ երգչուհին տեսնելով իր խանութը ամերիկյան մեծ մոլում հասցրել է հուզվել, նա չի թաքցրել իր արցունքները էկրանների առաջ։ Երգչուհին նշել է, որ այս ամենը տարիներ առաջ անիրական երազ էր իրեն թվում, իսկ այսօր արդեն իրականություն է։